Պետք է ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջի քրիստոնյա ժողովուրդը լինելով մենք իրավունք չունենք սրբազան հորը պահել եւ մյուս սրբազաններին պահել այդ պայմաններում անդառնալի հետևանքներ կարող են լինել եւ դա ոչ մեկին պատիվ չի բերում։ Սա խայտարակություն է, ոնց ասեմ։ Պարոն Դանիելյան, մեր հասած տեղեկություններից մեկով այս մատոն դեպքերից հետ կապված եւ անձունեցել է առողջական խնդիրներ, բարձրաձայնել է այդ մասին, ազանգել է, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել։ Դուք այս հարցը արդյոք քննարկել եք պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ, եթե ազատազրկվածը նման ահազանգով դիմում է, իրենք ինչ քայլեր են ձեռնարկում։ Ես ոչ միայն այդ, ես պարբերաբար այս խնդիրների մասին եւ հրապարակայնորեն եւ ոչ հրապարակայնորեն խնդիրը բարձրացնում եմ։ Տարբեր ատյաններին ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այս հարցի վերաբերյալ քրեակատավական հիմնարկների հարցի վերաբերյալ կոնկրետ ես կարող եմ մի գերատեսչության, մի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իմ բարձրացրած հարցերին վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ վերաբերմունքի արժանացնում է։ Այլ օղակների վերաբերյալ ես նույնը կներեք, բայց չեմ կարող ասել, որովհետև այդ խնդիրները ինչը որ ես ճիշտ է որոշակի առումով վերաբերմունքի փոփոխություն կա, բայց ամեն դեպքում խնդիրները պետք է լուծվեն։ Այսինքն մենք ակնկալում ենք խնդիրների համապարփակ լուծումներ։ Ոչ թե մենք խնդիրը բարձրաձայնենք եւ դա դառնա հերթական վիճակագրությունը, այլ մենք գլոբալ պետք է փոփոխություններ ենթարկենք քրեակատարողական հիմնարկներում։ Կրկնում եմ, պահման պայմաններից սկսած, պատշաճ դեղորայքի տրամադրումից սկսած նրանից, որ մարդը ամիսներ շարունակ չպետք է հերթագրվի, օրինակ, եւ սպասի, թե երբ պետք է իր հերթը գա։ Սա խնդիրներ է առաջացնում։ Դեպք կա, ես օրինակ այդ դեպքով եմ, քանի որ մամուլով կա այս խնդիրը եւ ես մամուլն էլ արձանագրել ես ամեն ինչը, ես այդ խնդրի վերաբերյալ հարցեր եմ բարձրացրել, որ վերջին, եթե չեմ սխալվում դեպքի հետ կապված, նաեւ արյան, ուրեմն մարդու բերանից արյուն է եկել, եւ այսինքն մենք չպետք է հասնենք այն վիճակին, երբ որ արդեն մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի եւ անդառնալի հետևանքներն են, նոր գնանք այդ դեպքերի հետևից։